Գերաշնորհ Սրբազան հայրեր, հարգելի գործընկերներ եւ սիրելի լրագրողներ, քանի որ այստեղ ելույթ ունեցողների մեծամասնությունը իրավաբաններ են եւ նրանք ներկայացնում են հարցի իրավական կողմը, տարբեր ասպեկտները, ես կփորձեմ պատասխանել մեկ հարցի, որը այս աղմուկը բարձրանալուն զուգահեռ ի հայտ եկավ մեր քաղաքական խոսույթում, թե արդյոք այս ամենը Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերից է, արդյոք դա համահունչ է այդ ծրագրերին եւ արդյոք այս ամենը նպաստում է թուրք-ադրբեջանական քաղաքական նպատակներին։ Օբյեկտիվորեն այս կասկածը ծագեց եւ ուներ եւ ունի հիմքեր ու նաև իշխանական կողմից պատասխաններ հնչեցին, թե կապել այս ամենը Թուրքիա եւ Ադրբեջանի հետ ուղղակի ճիշտ չէ։ Ես հիմա ներկայացնել եմ մի քանի փաստեր ու վերլուծությունը ըստ էության բոլորս կարող ենք անել պատասխանը գտնելու համար։ Դա թուրք-ադրբեջանական ծրագրերին համահունչ է, թե ոչ։ Ուրեմն Վանթատրյանը նշեց, որ Ադրբեջանում եկեղեցու դեմ քարոզ է արվում, ոչ դոկտրինալ, ես ուզում նշել հետևը, Թուրքիայում եւ Ադրբեջանում, ավելի կոնկրետ Թուրքիայում, տարբեր հայեցակարգերում, տարբեր ծրագրերում, տարբեր դոկտրիններում, որոնք վերաբերում են այդ պետության անվտանգային քաղաքականությանը, հստակ նշված է հայ առաքելական եկեղեցին որպես Թուրքիայի պետական թիրախ եւ նշված է, թե ինչու է հատկապես թիրախ։ Հետևյալ 4 հանգամանքների համար։ Առաջինը՝ իր ազգապահպան գործառույթի պատճառով, երկրորդ՝ ինքնութենաստեղծ գործառույթի պատճառով, երրորդ՝ իր ցանցային նկարագրի պատճառով աշխարհասփյուռ եւ չորրորդ՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իր ակտիվության պատճառով։ Այսինքն այս 4 կետերը նշված են թուրքական տարատեսակ ծրագրերում, հայեցակարգերում եւ սրա դեմ իրականացվել ու իրականացվում է պետական քաղաքականություն։ Եվ այս ամենի համար պայքարելու համար որպես մեթոդ նշվում է եկեղեցու թիրախավորումը հեղինակազրկման միջոցով։ Այսինքն ինչպես պայքարել եկեղեցու դեմ, հեղինակազրկել, առաջացնել տարատեսակ խմբավորումներ, հակադիր աթոռներ, կոնֆլիկտներ, սկանդալներ եւ այլն։ Այս նույն ոճը գործում է նաեւ հայկական Սփյուռքի նկատմամբ եւ մենք տեսնում ենք, որ այսօր էլ Սփյուռքում ի հայտ են եկել իրար հակադիր խմբավորումներ եւ Սփյուռքում պայքար է գնում Սփյուռքի եւ Սփյուռքի միջեւ։ Այսինքն այս ամենը հստակ նշված է որպես թուրքական նպատակ։ Եվ քանի որ մենք նաև պետք է պատմությանը անդադ հղում տանք տեսնելու այս ամբողջի հիմքերը, ավանդական ընկալումները, ապա պետք է ասեմ, այստեղ սրբազան հայրերը շատ լավ այդ մանրամասները գիտեն, որ հայ առաքելական եկեղեցին, այդ թվում եւ Կոստանդնուպոլսի հայոց աթոռը միշտ եղել է թուրքական պետության թիրախում եւ զարմանալի զուգադիպությամբ թուրք սուլթանները կարող էին պահանջել պատրիարքի հրաժարական, այն ժամանակ Facebook չկար, սուլթանները ստատուսներ չէին գրում, բայց տրամաբանությունը սուլթանների քայլերի ու հայտարարության լիովին համապատասխանում էր, որ այս պատրիարքը չի համապատասխանում Օսմանյան պետության հասարակության ինչ-որ նորմերին, հայ համայնքի շահերին եւ պատրիարքներին շատ արագ փոխում էին, ուղղակի սուլթանի կամքով, միապետի կամքով եւ վերջին ուղիղ ներգործությունը ոսո հայոց պատրիարքության ներքին կյանքին եղել է ընդամենը տարիներ առաջ 2019 թվականին, երբ պատրիարքի ընտրությունների ժամանակ Հայաստանը ներկայացնող Գուգարաց թեմի առաջնորդ երջանկայի հիշատակ Սեյֆ Սրբազանին ուղղակի չգրանցեցին որպես թեկնածու, քանի որ նա ուներ բավական լուրջ շանսեր հաղթելու համար, այսինքն թուրքական պետությունը ուղիղ միջամտեց հայ եկեղեցու ներքին գործին։ Ուրեմն ես ներկայացրեցի, որ այս ամենը նաև
թուրքական հասարակական ընկալումներում են տարածված, ուզում եմ դրա մասին էլ խոսել, որ թուրքական էպոսում, որը ըստ էության հավաքական մտածողության կարևոր մի օրինակ է, որպես հավաքական թշնամի ներկայացվում է հայ քահանան։ Էրմենի քեշիշ անունով, Էրմենի փափազ անունով, քարաքեշիշ անունով եւ այլն։ Այսինքն, եթե մենք հղում ենք տալիս օրինակ մեր էպոսին, Սասունցի Դավիթին եւ տեսնում ենք այնտեղ ինչպես է բաժանված, ովքեր են հերոսներ, ովքեր են հակահերոսներ, ովքեր են թշնամիներ, բայց թուրքական էպոսում հայ եկեղեցին ու հայ քահանան իրենց հավաքական թշնամին է։ Եվ այս ամենը եթե փորձեմ ամփոփել, որ Թուրքիայի քաղաքականությունը ծրագրերով, դոկտրիններով մշակված ընդդեմ եկեղեցու։ Դրան հասնելու համար եկեղեցու հեղինակազրկում։ Եկեղեցու թուլացման շնորհիվ այս վերը նշված 4 գործառույթների թուլացում, այսինքն ազգապահպան, ցեղասպանության ճանաչում, ինքնություն, ցանցային կառույց եւ այլն, այս ամենը միայն ու միայն կարող է ձեռնտու լինել Թուրքիա եւ Ադրբեջան պետություններին եւ այդ ամենը փաստաթղթավորված է։ Հիմա եթե գալիս ենք այն ինչ որ կատարվում է այսօր Հայաստանում իշխանությունների կողմից ընդդեմ պետության եւ զուգահեռներ ենք տանում, ապա ինչ ենք տեսնում, որ այս ինչ որ կատարվում է շատ համահունչ է եւ շատ ցանկալի է Թուրքիա եւ Ադրբեջան պետությունների։ Փաշազադեի հայտարարությունը իհարկե բոլորիս ծանոթ է, բայց դա միայն երևացող կողմն է։ Փաշազադեի հայտարարության տակ թաքնված է Թուրքիա եւ Ադրբեջան պետությունների տասնամյակների, եթե չասեմ դարերի մշակված քաղաքականություն ընդդեմ հայ եկեղեցու։ Եվ հիմա եթե այս իշխանությունները մեր եկեղեցու դեմ, մեր եկեղեցու գահակալի դեմ, որովհետեւ այն կեղծ թեզը, թե մենք եկեղեցու դեմ չենք պայքարում, վեհապարի դեմ ենք պայքարում, դա սուտ է, վեհապարի դեմ պայքարելով պայքարում ես եկեղեցու դեմ։